Ողջույն, դուք լսում եք առողջ անվտանգ աշխատանքային ոդքասթը։ Ես այսօր եկել եմ Լուվա անհատական պաշտպանական միջոցների խանութը։ Ինքս լինելով աշխատանքի անվտանգության ինժեներ եւ ռիսկերի գնահատող, շատ կարեւորում եմ անհատական պաշտպանական միջոցների ճիշտ ընտրությունը։ Եվ քանի որ մեր Լուվա ընկերությունը մեր 5 գործընկերներից է, ովքեր ոչ միայն վաճառում են անհատական պաշտպանական միջոցներ, այլ միշտ աջակցում են կրթական ոլորտին եւ իրենց համար ուղղակի վաճառքը չի առաջնային, այլ առաջնային է երբ որ մարդկանց ճիշտ ուղղորդեն եւ ճիշտ անհատական պաշտպանական միջոցներ ընտրեն եւ ես հիմա կփորձեմ ներկայացնել անհատական պաշտպանական միջոցները եւ ամենաառաջնայինը, որ ինձ ամենաշատն է մարդիկ օգտագործում, դրանք անհատ ձեռնոցներն են։ Իրանց բազմազանությունը բավականին շատ է եւ շատ ժամանակ մարդիկ չեն իմանում ինչ ձեռնոց գնեն եւ որը ինչ նշանակության համար է։ Ամենախոցելի խավին ես համարում եմ եռակցողներին եւ պերֆորատորով կտրող գործիքներով աշխատողներին, որովհետև սովորական ձեռնոցներ միշտ գործատուները գնում են, բայց որակյալ ձեռնոցներ, որը պետք է նման աշխատանքներ կատարողներին չեն գնում։ Հիմա տեսեք, նույն մերս խանութում բավականին տեսականի մեծ է, ոնց գործատուն ընտրություն կատարի կամ էջարները ճիշտ մտածելով իրենց աշխատողների մասին ուղղորդեն, որ իրենց աշխատակիցները ունենան լիարժեք ճիշտ ընտրված անհատական պաշտպանական միջոցներ։ Սա երկար եռակցողի համար նախատեսված ձեռնոցներ են, որը բավականին երկար է եւ թեփերի համար բավականին երկար տարածք կարող է փակել եւ մարդը փաստորեն այրվածքներից հեռու մնալ եւ պաշտպանված լինել մաշկյան մասը, որտեղ որ կարող է կայծը հասնել։ Ինքը բավականին նուրբ բարակ է, բայց այնպիսի նյութերից է, որոնք չեն այրվում։ Հաջորդ անհատական պաշտպանական միջոցը դա էլի կարճ եռակցողի ձեռնոցներն են, որոնք էլի բավականին հարմար են, չվարվող են, հապուկ են, բայց միակ թերությունը որ կարճ է, եթե եռակցողը ունի ճիշտ աշխատանքային հագուստ, որը որ այնպիսի նյութից է, որը չի վարվում եւ կայծի թռնելու դեպքում ձեռքերը չի վարվի, ինքը կարող է հանգիստ ընտրել այս ավելի կարճ տարբերակը եւ ձեռքերը չայրվի։ Շատ գործատուներ ասում են դե ինչա ձեռնոց է, ինչ էլ լինի կարող են օգտագործեն, բայց չէ, շատ դեպքերում այլման լուրջ դեպքեր են գրանցվում, երբ որ եռակցողի արտահագուստը կարող է բռնկվել, իսկ այսօր մարդու կյանքը շատ կարեւոր է։ Հաջորդ ձեռնոցը էլի եռակցողներից տեղ բավականին տեսականի կա, բայց ես ինքս որպես անվտանգության ինժեներ խորհուրդ կտամ կամ այս կարճ տարբերակը կամ այս երկար, որովհետև ճիշտ է, տեսեք, ես մյուսն էլ նույն եռակցողի ձեռնոց, բայց այս վերևի նյութը իմ կարծիքով վարվող նյութից է, այսինքն ավելի լավ մի քիչ թանկ տարբերակ ընտրենք, բայց երկար շահագործման ենթակա։ Մյուս խնդիրը դա պերֆորատորով, կտրող այլ գործիքներով աշխատողների խնդիրն է, որտեղ մտածում են դե լավ պերֆորատորով մարդա գործ անում, ինչ խնդիր պետք է լինի, բայց այդտեղ բախվում ենք մենք վիբրացիայի հետ են գործ ունենում, անդադ ամբողջ մարմնում մեկ փոխանցում է վիբրացիան եւ մարդիկ երկար աշխատելով վիբրացիայի միջավայրում ստանում են թրթրահիվանդություններ, ոսկորների հոդերի հիվանդություն եւ անգամ մարդկանց մոտ առաջանում է հիպերտոնիա։ Օրվա ընթացքում մարդու աշխատունակությունը ընկնում է, մարդը հոգնում է, այնինչ մարդը կարող է կրել վիբրացիոն ձեռնոցներ եւ ձեր աշխատակից ավելի երկար կաշխատի եւ իր ձեռքերը բավականին անվնաս կմնան։ Հաջորդը ձեռնոցները, որ ես նախընտրում եմ, սրանք արդեն ավելի բարձր ջերմաստիճանով աշխատող աշխատակիցների համար են, որոնք ընդհանրապես չեն վարվում եւ իրանց հետ խորհուրդ կտամ կրեն այսպիսի գոգնոցներ, որոնց հատուկ նյութով են պատված, որը չի վարվում ընդհանրապես եւ ջերմաստիճանն էլ չի ջերմակայուն, այսինքն ջերմաստիճանը չի փոխանցվում մարդուն եւ մարդը ավելի ապահով է մնում։ Իսկ արդեն բետոնի եւ այլ աշխատանքների դեպքում կարող են ընտրել մնացած այս ձեռնոցներից։ Միայն ճիշտ ընտրությունը, որ հաստոցների հետ աշխատելիս սոսնձապատ նյութեր չլինեն։ Երկրորդ գործոնը, որը թթվային ձեռնոցներն են, այդ շատ գինեգործարաններում կամ այլ քիմիական արտադրամասերում, լաբորատորիաներում
ցանկալի կլինի, որ մարդիկ օգտագործեն թթվային ձեռնոցներ, ու ոչ միայն գինեգործարանում, մի հատ անտեսված ոլորտ կա, որ բոլորս անտեսում ենք, ցավոք սրտի, դա գյուղատնտեսական ոլորտն է, որտեղ հիմա անցել են ժամանակակից տեխնոլոգիաների եւ օգտագործելով բակերի հետ աշխատելով քիմիական արտանյութերը խառնելով մարդիկ ստանում են ձեռքերի վնասվածքներ, որ ցանկալի կլինի օգտագործել հենց հատուկ թթվային ձեռնոցներ եւ մարդու ձեռքերի մաշկը իրականում ինքը պաշտպանված կլինի։ Եռակցողների գոգնոցներ կան ստեղ, էլի մի երկու եռակցողի հսա ասեցի արդեն ավելի բարձր ջերմաստիճանի հետ աշխատող մարդկանց հետ եւ հաջորդ սրանք անձրևանոցներ են, բայց ասեմ, անձրևանոցները շատ հարմար են դրսում պահակակետում աշխատելու համար, բայց խորհուրդ չեմ տա շինարարության աշխատակիցները հագնեն սենց երկար պլաշտներ, որտեղ իրան կարան ընկնելու, սայթաքելու, չգիտեմ, ինչ-որ միտեղ ընկնի ու իրանց հավասարակշռությունը իրանք չպահեն։ Հաջորդ ինձ մտահոգող թեման դա աչքերի պաշտպանությունն է, որ շատ դեպքերում անգամ գործատուն գնում է ակնոցները տրամադրում է, բայց աշխատակիցներն են զլանում կրել, պատճառաբանելով թե հարմար չի, գնանք մի հատ աչքի բժշկի հետ վնասվածքը կբուժեն, բայց մի անգամ կբուժեն, երկու անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ ինքը արդեն խնդիր ա լինում։ Օրինակ իմ ձեռքին հենց շատ մոդայի գեղեցիկ ակնոցներ են, ու հենց դեղին գույնի, որը անպամած մութ տեղերում շատ հարմար ա օգտագործելու, նույն բալգարկայով աշխատողների համար տարբեր կտրող տենց փոշիների աստղաձև եւ սուր եզրերով, մենք գիտենք, որ աստղաձև եւ սուր եզրերով փոշին աչքի մեջ ավելի երկար ա մնում եւ բավականին ինքը օտար մարմին լինելով վնաս ա հասցնում։ Հաջորդ էլի դեղին ակնոցը, որը շատ հարմար է էլի բալգարկայով աշխատելու համար անպամած եղանակին, սպիտակները արդեն բաց երբ որ լուսավոր է լինում, այս մուգ ակնոցները կարելի է կիրառել երբ որ արևային եղանակ է լինում եւ արևի ճառագայթները կուրացնում են աչքերը, բայց ստեղ մի երկու հետաքրքիր տարբերակ ինձ աչքի ընկա, սա ցանցով ակնոցներ են, որը շատ հարմար է փայտով, փայտագործների հետ համար, ովքեր աշխատում են փայտի հետ, թեթևերը կարան իրանց աչքի մեջ ընկնեն, ինքը բավականին թեթև է, ճկուն է ու հաստատ չի ցավացնի այն հատվածները, որտեղ որ սեղմվելու է։ Ճիշտ է, երկուսն գեղեցիկ թեթև է, փափուկ այս քթի հատվածը, բայց այս մյուս ակնոցը ավելի առավելություններ, ասեմ ինչու, այս գուբկայի հատվածը, երբ որ մարդը քրտնում է կամ փոշիներ է լցվում, ինքը ստեղ կպահի եւ ավելորդ այդ քրտինքը չի ծորի եւ ակնոցը դրանից իր տեսանելիությունը չի կորցնի, կարծում եմ երևի ճիշտ կլինի մարդիկ ավելի մի քիչ տարբերակ ընտրեն, չգիտեմ, գնային մի քիչ է երևի դրանց տարբերությունը, բայց ինքը ավելի հարմար է եւ աշխատակիցների աչքերը պաշտպանել։ Աչքը կարևորագույն օրգան է եւ ոչ մի անգամ չի փոխարինվում փոխարինի ոնց որ մեր համար մաս է, բայց ասես կարևոր բան էլի, շատ ժամանակ իրոք գործատուները տեսել եմ գնում են ակնոցներ բերում են, բայց մարդիկ զլանում են կիրառեն։ Վիճակագրությունը ցավոք սրտի ցույց տվեց, որ ամենառիսկային ոլորտը աշխատատեղերում դա բարձրության վրա աշխատանքն է, երբ որ մարդիկ բարձրության վրա աշխատելուց չեն օգտագործում ամրագոտիներ, չնայած ես հասկանում եմ մարդկանց բավականին ծանր այս գոտիներով բարձրանալը, բայց կյանքից կարևոր ավելի բան չկա։ Ինչպես տեսնում ենք, տեսականին բավականին բազմազան է։ Ինձ աշխատակիցները հուշեցին, որ այս տարբերակը նախատեսված է եռակցողների համար, որպեսզի ինքը չարվող նյութից է, բայց ես կառաջարկեմ նաև այդ բարձրության վրա աշխատանքներ կրողներն էլ օգտագործեն։ Օրինակ եռակցման պարզվեց բարձրության վրա եռակցողները պետք է կրեն հատուկ չայրվող նյութից գոտիկ եւ այս գոտիկը ամպրացնելով ստեղ ինքը չի այրվում եւ մարդը բարձրության վրա աշխատելուց ապահով կաշխատի ավելի։ Ստեղ մի հատ շատ ավելի հետաքրքիր տարբերակ տեսա, երբ որ մարդիկ իրոք զլանում են, ճիշտ է, լավ չի, որ սենց չեն ուզում այս մյուս տարբերակները կրեն, բայց ամենագոնե մի քիչ մի իր մասին մտածող այս տարբերակը հաստատ կկրի, ինքն այս ներկայացնում է գոտիկ,
որը կապվում ավեջքի հատվածում եւ այսպես կարաբինով թեթև անցկացնել ես գոտիկին եւ իրանց բաց եթե կարճաժամկետ ինչ-որ աշխատանք են անելու չզլանան գոնե այս տարբերակը կիրառեն որ բարձության վրա անվտանգ աշխատեն Այստեղ կարծում եմ շատ կարևոր դեր ունեն աշխատանքային ղեկավարները, ովքեր բարձրության վրա են աշխատում, որտեղ եթե աշխատողները ստիպեն, որ իրենց աշխատողները ամրագոտին հետ կապված աշխատեն, շատ ավելի ճիշտ կլինի։ Ընկերություններից մեկում համարակալել էր ամրագոտիները եւ ամեն աշխատողին հստակ համարով տրամադրվել էր, եթե հետո օրվա վերջում ներքևում կախված չէր լինում ըստ համարների, ուրեմն տվյալ աշխատակիցը չէր կիրառել այդ ամրագոտիները։ Այստեղ էլի կա կրկնակի ոտքերին էլ այս ոտքերի ու ձեռքերի, որը մարդու համար բավականին ապահով է եւ այս մյուս տարբերակը էլի եմ ասում, կարելի ասած ինչ-որ երկու հատ երկու տեղից հապիքսվում, ավելի կարաբինները, կարելի է նաև, օրինակ ես կառաջարկեի սա այս գոտիկի հետ, այն որ եթե զլանում են այսպես ծանր բաներ կապել ամուսագոտիով, գոնե այս տարբերակով մարդիկ իրանց աշխատանքները ապահովում են, որտեղ ցավոք սրտի նշում եմ, այս վերջերս շատ դեպքեր եղել են հենց բարձրության վրա աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնները խախտելիս։ Հաջորդ թեման, որ կուզենայի անդրադառնալ, դրանք ձեռքի տակ եղած առաջին բուժօգնության արկղիկն է։ Էլի ընտրությունը բազմազան է, սա պետք է տեսանելի վայրում ներքևի հատվածում ինչ-որ տեսանելի վայրում լինի, բայց խորհուրդ կտամ ունենալ հենց աշխատակիցներին ունենք շորերին ամրացրած տարբերակներ, որ այն ամենաանհրաժեշտ բաները, որ գիտեք մարդը բարձր տեղ բարձրության վրա աշխատանք է կատարում, իր ձեռքի տակ առաջարժության նյութերը լինի արտահագուստին ամրացրած, որ իրանք իրանց այդ պահին արագ ինչ-որ մի բանով օգնեն, մինչև պրոֆեսիոնալ բուժօգնությունը տեղ կհասնի։ Կարևորագույն խնդիրներից է նաև, այս հիմա կանգնած եմ ու աչքս ընկավ ռետինե դիէլեկտրիկ գորգերին, որոնք խորհուրդ կտամ օգտագործեն հիմնականում նաև արտադրություններում, որտեղ կա ջրի հոսք, ջրային հոսքեր, որտեղ մարդիկ խոնավության պայմաններում աշխատում են եւ հաստոցներից կարող լինի հոսանքահարման վտանգ, այս դիէլեկտրիկ գորգերը բավականին հարմար են եւ չեն սղում, օրինակ ես հիմա փորձում եմ, ինքը համ չի սղում, խոնավության համար շատ ապահով է եւ ինքը հոսանքահարումից մարդկանց կպաշտպանի։ Հաջորդ ոլորտը դա մեր հրդեհային անվտանգությունն, այլ մեր գործընկերները չգիտես ինչի աշխատանքի անվտանգությունը պահի տակ մոռանում են, ինչ շատ են հարցեր տալիս հրդեհային անվտանգության մասին, որ ինչ կրակմարիչներ օգտագործեն, արդյոք օգտագործեն թե ոչ, մենակ հատկապես խորհուրդ կտամ կրակմարիչների օգտագործման ժամանակ ճիշտ ընտրել նշանակությունը ինչ արտադրամաս է եւ արդյոք հոսանքի է հրդեհը լինելու, թե ինչից է հրդեհի պատճառը առաջացել, որպեսզի ճիշտ կրակմարիչներ տեղադրեն։ Դրա համար խորհուրդ կտամ այս դեպքում ինքնագործունեությամբ չզբաղվել եւ դիմել մասնագիտացված խանութներին, ովքեր իրանք եւ կնախագծեն եւ կտրամադրեն ձեզ, աշխատակցից կարելի է գալ խորհրդատվություն վերցնել եւ ըստ ձեր պրոյեկտի ճիշտ տարբեր տեսակի երակցողների համար պաշտպանիչ միջոցները շատ են դեմքի, տեսականի բազմազան է, ես ինքս ոնց որ խճճվեցի, օրինակ որ տարբերակը կտրեի, պարզվեց այդտեղ տարբերակները շատ են, բայց ոնց որ ես մասնագետից խորհրդակցելուց հետո թակված եմ այս մյուս տարբերակից, որը բավականին պրակտիկ է, ֆիքսվում է դեմքի չափով եւ ինքը կունա ընկնելու դեպքում էլ չի կոտրվի ոչ մի ձև, որ կոտրվելու վտանգ չկա բարձրությունից ընկնելու։ Այս մյուս տարբերակի մկության աստիճանը 9-ից 19 է։ Այս մյուս տարբերակը ավելի ոնց որ գեղեցիկ է, էլի ֆիքսման տեղերը ունի շատ հարմար է ու ինքն է բացում փակում մկության աստիճան, կախված աշխատում ես թե չէ, բայց բավականին թանկ է ու ճիշտ կլինի այս տարբերակ կատարել, չնայած կախված նրանց ինչ աշխատանք են անում, եթե գործատուն իրոք մտածում է իր աշխատողի մասին, կգնի թանկ տարբերակը
Չնայած էլի եմ ասում, այս մատչերի տարբերակներ բավականին պաշտպանում է եւ դեմքը եւ ամբողջ արվելից ընդհանրապես ակնոցներ սովորական ակնոցներ երրարձողին չի կարելի օգտագործել, որտեղ դեմքը կարվի։ Դիգանք իմ ցավալի թեմային սաղավարներին, որոնք թե մարդիկ չեն սիրում կրել եւ թե գործատուները ուղղակի գնում են գնելու համար։ Ինչի եմ ասում ուղղակի գնում են գնելու համար։ Նախ գույները ունեն հատուկ նշանակություն, որ ամեն գույնը նախատեսված է որոշակի աշխատանքների համար։ Ղեկավար կազմը սովորաբար սպիտակ գույն է կրում, էկոլոգները անվտանգության ինժեները կանաչն են կրում, կարմիրը հիմնականում կրակի հետ աշխատողներն են կրում, այս կապույտը երալամ հոսանքի հետ գործանողներն են կրում, բայց մի հատ կարևորագույն փաստի վրա եկեք ուշադրություն դարձնենք, որ կասկայի այս հատվածում գրված է կասկայի արտադրման ժամկետը եւ պիտանելիության ժամկետը։ Ուշադիր ասեմ ոնց կասկան էլ ժամկետ ունի, այո, կասկան ժամկետ ունի եւ հատկապես դրսում արևի տակ աշխատելու դեպքում ինքը իր ճկունությունը ու ամուսնությունը փորձում է որ մի բան ընդի կարա ճաքի եւ կոտրվի։ Նավար ժամկետի պարտադիր ուշադրություն դարձրեք։ Ինձ հուշեցին, որ կան կասկաներ, որոնք գունափոխում են կատարում, եթե ինքը ժամկետը անցնում է կամ որակ արդեն եք ժամկետի գույնը փոխվում է վերևի հատվածում եւ դրանից կարող եք որոշել ինքը ժամկետի մեջ են թե ոչ, այս տարբերակներ էր բավականին հետաքրքիր իրակողության աստիճանը, բայց այս մասը ինձ հարմար չի սենց կոչկելը, անկեղծ խոստով անեմ, չան որ դիզայնը բավականին գեղեցիկ էր, ավելի հարմար էր նստելու համար, բայց ինձ կոչկելու համար, ասեմ սա հարմար չէ, սենց ձգովի տարբերակներ ավելի ձուր կրկնակի ֆիքսացիա է։ Ստեղ էլի կան, օրինակ ես իլա շատ լավ տարբերակ, որ այս ձևով աձգվում ու մարդը իր գլխի համապատասխան կարա հարմարանցնել եւ ստեղ հետ ինչն է դրա տարբերակը, որ կասկա մի քանի տեղից կպման տեղեր ուներ, որ մի բան ասված չանի մարդուն գլխին ընկնելու դեպքում բավականին գլուխը պաշտպանված կլինի։ Հաջորդ գործոնը դա աղմուկն է, երբեմն մենք չենք պատկերացնում, որ աղմուկը կարող է մեր օրգանիզմի վրա շատ մեծ ազդեցություն ունենալ, ինչպես գիտենք կան ինֆրաձայներ, ուլտրաձայներ եւ բոլորի ազդեցությունից մենք օրվա վերջում բավականին գերհոգնած ենք լինում, բայց դա ընդհանրապես աղմուկի ազդեցություն է լինում։ Աղմուկից պաշտպանվելու համար հատկապես էլի եմ նշում պերֆորատորներ կամ աղմուկային գործեր անելուց խորհուրդ կտանք աշխատակիցները պարտադիր կրեն ականջակալներ, որոնք բավականին էլի հարմար են, գլխի հարմար ճոկում բացվում է եւ օրգանիզմը պաշտպանում է աղմուկից։ Աղմուկի մեջ անդադ երկարատև աշխատելու ժամանակ մարդկանց մոտ առաջանում է հիպերտոնիա, արյունատար անոթներում արյան ճշմարտ տատանում է լինում եւ մարդու առողջությունը երկար աշխատելուց հետո բավականին վնասում է, որը խորհուրդ չի տրվում այդպես երկար աշխատել կարներ, որտեղ այդ պահին շատ դեպքում ասում են ամբողջ կյանքում այդ գործ արել են, բան չի եղել։ Մի առում չի լինում, մի ժամում չի լինում։ Ցավոք սրտի ես մի հատ այսպիսի բան եմ նկատել, մարդիկ տարիներով աշխատում են, կորցնում են իրանք առողջությունը չեն զգում, հետո թոշակի են գնում, մեկ էլ թոշակի եղած ժամանակ հայտնաբերում են ինչ-որ հիվանդություն, ասում են ամբողջ կյանքը առողջ էր, տեսար միանգամից մարդը վատացավ, բայց չէ, ամբողջ կյանքում առողջ էր, ամբողջ կյանքում մեր առողջությունը փչացրել ենք եւ միասին պայման կա էլի, եկեք աշխատելուց աշխատենք մեր մասին հոգ տանենք, որովհետեւ հետո մեր այդ աշխատած մեր մասին հոգ չտարածի արդյունքները կրում են մեր երեխաները ու մեր երեխաները ստիպված պետքա գումար հայտարարեն կամ հոգեպես նեղում են, որ իրենց ծնողը հիվանդ է, դրա համար երբ որ մենք մեզ հետևենք, մեր երեխեքները հետագայում գումարները մենակ լավ բաների վրա կծախսեն։ Մի եւս կարևոր բան շնչադիմակների ճիշտ կիրառությունն է, հատկապես նկատել եմ ներկա նյութերի հետ աշխատողները, խողովակներ, ներկողներ, սանտեխնիկայի հետ աշխատող, երբ որ խողովակները ներկում են, ինքը բավականին թունավոր է, մարդուն թվում է, թե գոլոշին ինչ պետք է անի իրան, բայց չէ, ճիշտ
կլինի, որ պարտադիր կրեն այս sense տիպի շնչադիմակներ, ինքը օրինակ տարբերակը ինչն էր հետաքրքիր, սուր բավականին քթի հատվածը փափուկ էր, հերմետիկ հագնում էր, չի ցավացնում ու օրգանիզմն էլ չի ներթափանցում թունավոր գազեր, գոլոշիներ, փոշիներ եւ բարողջությունը էլի կարևորում է։ Շատ դեպքերում մարդիկ այս տարբերակն են օգտագործում, բայց ես հակված չեմ սրան, մի հատ դնում է, հետո շպրտում է ինչ-որ մի փոշոտ տեղ, հետո նորից դնում է, տեսել եմ գործի մեջ պրակտիկ չեն օգտագործում, այս տարբերակը շատ հարմար է եւ ներկայնյութերի եւ փոշու մեջ աշխատելու դեպքում։ Չենք մոռանում, որ փոշին ամենավտանգավոր ազդեցությունն է լինում, որտեղ ինքը իր բնույթով լինում է հանքային, խառահանքային եւ սուր եզրերով փոշին թոքերում երկար է մնում եւ նաեւ փոշին ունենում է էլեկտրական լիցքեր կրելու հատկություն եւ լիցքավորված փոշին օրգանիզմում ավելի երկար է մնում։ Կոշիկները կրելու դեպքում միշտ չի որ կարանք մենք գործատուի մեղադրենք, հատկապես մեր հայ հասարակության մեջ, մեր հայկական մշակույթը հաշվի առնելով աշխատանքի անվտանգությունում իմ մշակույթը, որը երևի դպրոցից պետք է սովորեցնենք, մարդկանց ասում ես, ինչի չես կրում անհատական պաշտպանական միջոց, ասում են զտենց հարմար չի։ Բայց սենց ասեմ ձեզ, կոշիկների դեպքում պարտադիր պետք է կրել մասնագիտացված կոշիկներ։ Չսահել, որ ոտքերները չսահի։ Երրորդ ամենակարևորը, անգամ լավ, եթե չի սահում եւ այլ, դուք ամբողջ օրը ոտքի վրա կանգնում եք, էրգոնոմիկայի տեսակետից շատ կարևոր է, որ ձեր ողնաշարի ամորտիզացիան չխախտվի, որովհետեւ դուք ամբողջ օրը ոտքի վրա մնալով ստանում եք ձեր ողնաշարը ամբողջ բեռնքնա ողնաշարի վրա ստանա տրավմա։ Միանգամից չի լինում, ոչ ողնաշարի գրիժան, ոչ ողնաշարի ցավելը։ Եվ սայթակելու վտանգը պարտադիր կա, որ հատկապես շինարարական ոլորտում, հանքարդյունաբերությունում պարտադիր պետք է կրվի ճիշտ անհատական կոշիկներ, որի մեջ կա երկաթ քթի հատվածում եւ տակի հատվածում մեխեր չմտնելու համար։ Շատ է լինում, անգամ բանվորը եթե մեխ է մտնում, չի ասում կամ գնում է ախտահանում են, բայց եթե հանկարծ մեկ մեխ է մտել, պետք է անպայման գնաք տեսնեք ձեր համապատասխան պոլիկլինիկայում երբ եք ստացել փայտացման դեմ պատվաստում ստացել եք արդյոք թե չէ, դրա համար նման տիպի խնդիրներից ու ժամանակի կորստից խուսափելու համար կարելի է կրել ճիշտ կոշիկներ, որոնք ձեզ ոտքը կպահեն վնասվածքներից, կա եւ ձմեռային տարբերակներ, իմիջիալուց, որը շատ դեպքեր որ աշխատող ասում են հարմար չի, մենք աշխատողին սեզոնին համապատասխան կոշիկ չենք տալի, սեզոնին համապատասխան կոշիկ տալը եւ ձեր կոշիկի ժամկետն է երկարացնում օգտագործելը եւ աշխատողի ոտքերը պաշտպանված է լինում եւ հաջորդը տարբերակը որ բետոնի հետ գործանողներին անպայման պետք է տալ բետոնի կամ ջերմոցներում կամ թթվային այդպես տեղերում որտեղ խոնավը պարտադիր կրեն այսպիսի կոշիկներ բայց տակի հատվածը չպարտադիր չսահող լինեն եւ այս թեքությունը լինի որ մարդկանց մոտ ողնաշարի խնդիր չլինի Իմ սիրած աֆորիզմներից մեկն է, իրազեկված ենք, պաշտպանված ենք, դե ինչ իրազեկված եղեք, պաշտպանված եղեք, հետևեք անվտանգության կանոնների, շնորհակալություն մեր գործընկերներին իրենց ներդրում ունենալու այս տեսահոլովակի նկարահանման համար, առողջ եղեք, եղեք անվտանգ, շնորհակալություն։